Գաղափարը նրանումն էր, որ Երևանի կենտրոնում չպետք է այս տարածքը այս վիճակում լինի եւ քանի որ իմ հայրս համահեղինակներից մեկն էր, մենք ինչ որ գործողությունների արդյունքում եկանք համաձայնության համ սեփականատիրոջ հետ, համ քաղաքապետարանի հետ, որ պետք է վերականգնել այս կառույցը, որը իր ժամանակին բավականին մեծ ներդրում արեց հայկական մոդեռնիզմի մեջ։ Արդիականացումը լինելու է հետևյալ կերպ, մենք վերականգնելու ենք այն ամենը, ինչ որ կար սկսած 1966 թվականից մինչև 80-ականների վերջը, միակ տարբերությունը լինելու է նրա մեջ, որ մենք պետք է ավելացնենք ծածկ։ Տվյալ պահին գտնվում ենք կինո Մոսկվայի ամառային դահլիճի բակում, սպասվում է ընդհանուր շենքի վերակառուցում, դրա համար այս պահին կատարվում են նախագծման համար նախապատրաստական աշխատանքներ։ Ավելի կոնկրետ շենքի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքները ու որպեսզի մակերեսային չլինի, ամբողջությամբ ուզում ենք հասկանանք իր կոնստրուկտիվ լուծումները, փորձում ենք պարզել հիմքերի տեսակը, տեխնիկական վիճակի հետազոտումը, դա համալիր հետազոտում է, որը իրար մեջ ներառում է եւ շենքի տեխնիկական վիճակը եւ նրա սեյսմականությունը եւ նաեւ իր համապատասխանությունը եւ շեղման չափը այսօրվա գործող նորմերից։ Արդիականացման շնորհիվ երևանցիները կունենան առաջին հերթին նոր միջավայր Երևանի կենտրոնում եւ Երևանի այս կենտրոնական մասը ոնց որ նոր կյանք կմտնի, որը որ չկար ցավոք սրտի վերջի 30 տարում։